Լուսավոր Հայաստանի քարոզարշավն այսօր տեսախցիկների առջև ընդմիջվեց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուկյանի ու արտարադատության նախարար Սրբուհի Գալյանի բանավեճով։ Քաղաքացին ամիսներով դեգերում է այս շենքերի մոտ, որ կարողանա այդ համակարգից ազատվել։ Երբ որ քաղաքացու ոչ միայն գործառույթի, լիազորությունների իրականացման։ 3 բարձրագույն դատական խորհրդի այսօր էլ հարկադիր կատարումն ապահովող ծառայության դիմաց էր Լուսավորն անցկացնում քարոզարշավը։ Մինչ տուգանքներ բռնագանձող կառույցի առջև Մարուկյանը պնդում էր, թե հակառակ իշխանության խոստմանը քաղաքացին տուգանքի մատերիալ է մնացել, շենքից դուրս եկավ ոլորտի անմիջական պատասխանատուն, ով նաև իշխող քաղաքացիական պայմանագրի падգամավորի թեկնածու է ու իրան համաձայնությունը հայտնեց։ Մենք բողոքում ենք այդ գործառույթի իրականացումից, երբ որ պետությունը սարեցնում է գործառույթը շատ արագ, վայրկյանների ընթացքում անում է, բազմաթիվ։ Մարուկյանը կոնկրետ օրինակ ուներ, որ իր կուսակցի հետ էր պատահել։ Ես մի կերպ այդ հարկային պարտավորությունները վճարել եմ ու հիմա անցած տարվա մայիս ամսից 101,000 դրամի կալանքը առ այսօր իմ հաշվի վրա դրված է։ Այսինքն նայեք, սարեցնելուց սարեցնում եք տիկին նախարար, հանելուց չեք անում։ Լուսավորի ղեկավարն ասում էր, համակարգը չի գործում, նրա քաղաքական հակառակորդ արդարադատության նախարարը հակառակն էր պնդում։ Իրավիճակների համար ասելու, որ այս ամեն ինչը պետք է փոխվի։ Համակարգը անխափան աշխատում է։ Չի աշխատում։ Մնացածը դա ես վստահեցնում եմ, որ աշխատում է։ Իշխանության գալու դեպքում Լուսավորը խոստանում է լուծարել հարկադիրը։ Գալյանն այս կտրուկ լուծումը խելամիտ չհամարեց։ Մենք լուծարելու ենք այս մարմինը տիկին նախարար, չենք ուզում այս տոնին մասնակցել։ Այլ համակարգ ենք ներդնելու։ Լուսավորի ղեկավարն ավելի հեռուն գնաց ու պնդեց, թե պետական բյուջեում տուգանքը որպես եկամուտի աղբյուր է նշված։ Գալյանը զարմացած հակադարձեց, թե բյուջեում նման տող չկա։ Դուք այսօր պետական բյուջեում տուգանք եք պլանավորում, ոչ կարելի է ժողովրդին տուգանելը պլանավորել որպես եկամտի աղբյուր։ Ինչու ենք պլանավորում։ Տուգանք է պլանավորվում, թե տարեկան ինչքան մարդ է տուգանվելու, հետո գերակատարվում է տուգանքը ժողովրդյան։ Ոչ կարելի է մարդկանց տուգանելը պլանավորել որպես եկամտի աղբյուր։ Ժողովուրդը 8 տարի անց հեղափոխությունից հետո շարունակում է տուգանվել անդադար տուգանվել։ Մենք ասենք իրավախախտումները հանենք։ Իրավախախտումների տրամաբանություն կա, չափ կա, ձև կա, կարգ կա։ Մի հատ գիծ տրորելու համար ինչքան մարդ է այսօր տուգանված, հաշիվները արգելանքի տակ, տարբեր խնդիրների առաջ կանգնած։ Եկեք անկեղծ խոսենք, շարունակեց նախարար Գալյանն ու ընդունեց, որ համակարգից չեն կարող դժգոհություններ չլինել։ Բայց ձեր տոնը կատարումն ապահովող ծառայությունը, այն ծառայությունը չէ, որ քաղաքացիները մշտապես գոհ լինեն, որովհետև ուզենք թե չուզենք, տեղ հասանք, որովհետև ուզենք թե չուզենք, այս ծառայությունը զբաղված է դատական ակտերի կատարումով եւ այդ դատական ակտերը ենթադրում են քաղաքացու գույքի բռնագանձում շատ դեպքերում։ Հիմա դուք ուզում եք ասել, որ տուգանքները դատական ակտեր են։ Խոսքից խոսք ու երեխաների իրավունքներին հասան։ Մարուկյանը հիշեցրեց, թե ընդամենը օրեր առաջ է վեդիում բացահայտվել անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության սարսափելի դեպքը, որի վրա նրա խոսքով իրավապահները ամիսներով աչք էին փակել։ Փաստացի, փետրվարին երեխաների նկատմամբ բռնության մասին առաջին ահազանգին իրավապահները 3 ամիս ընթացք չէին տվել։ Դա արեցին միայն լրագրողների բացահայտումներից հետո։ Ենթադրյալ բռնարարները կալանավորվեցին, ապա Արարատի իրավապահ համակարգի 5 պաշտոնյա ազատվեց գործից։ Գալյանը համաձայն չէր, թե գործը կոծկվել է, բայց եւ ընդունեց, որ լրագրողների հրապարակումներն են արագացրել քննությունը։ Իրենց կողմից խնդրի բարձրաձայնումը արագացրեց գործը։ Այսինքն, բայց պետք է կայծակնային այդ մարդիկ գործից հանված լինեն, տիկին նախարար։ Կայծակնային։ Այսինքն լրագրողները, որ ձեզանից ոչ մի պարգևաճառ չեն ստանում, հավակնում եք մտածել, այդ մարդիկ չլինեին, իդիլիայի մեջ կարող ենք ապրել, որտեղ չլինեն սեռական բռնության հետ կապված դեպքեր։ Ոչ, ես պատժի անխուսափելիությունից եմ խոսում, տիկին նախարար։ Ես պատժի անխուսափելիությունից եմ խոսում, որ գործը կոծկում էին, թագում էին եւ դա տեղի ունեցավ։ Պատժի անխուսափելիությունը ապահովող ինստիտուտներից մեկն է։ Միայն խեղճ ու կրակ մարդկանց։ Նախարարը եկել էր հարկադիր կատարման ծառայության հիմնադրման 28-ամյակի միջոցառմանը եւ Մարուկյանի հետ բանավիճելուց հետո հեռացավ։ Կուսակցությունն էլ ավարտեց իր քարոզչությունը։